երկրի ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանում չկա ընտանիք, որից հեծը չի գողացել։ Նա սա հայտարարությունը արել է հեծը չի գողացել տերմինով, որպեսզի երբ մենք ուզենանք հեծով դիմենք դատարան, որպեսզի նա կամ ապացուցի կամ ներողություն խնդրի իր ասացի համար, իր կողմից նշանակված կառավարիչը իրավունք ունի այդ հայցը դատարանից հետ վերցնել եւ թույլ չտալ, որպեսզի նրան ստիպեն իր խոսքերի համար պատասխան տալ։ Բայց կուզենայի ասել, որ Հայաստանում վերջի 10 տարվա ընթացքում մասնագիտորեն պատասխանել փոխվել է 800,000 հաշվիչ, դարձել է էլեկտրոնային համակարգով, որի արդյունքում կորուստները իջել են 16%-ից 6%, տարեկան 35-ից 40 միլիոն դոլար սակագնի էկոնոմիա եղել եւ նաեւ կուզենայի ասել, որ երկրի վարչապետը 7 անգամ իրեն հաշվետվությունով ներկայացրել է այդ մասին, ինքը գիտի, բայց ոնց որ չհիշելու է տալիս, իսկ գողություն անողները ու թալանողները մեր երկրում ուրիշ մարդիկ են, իրանք են հենց թալանում մեր երկիրը, թալանում են տուգանքներով, թալանում են երկրի հասարակության վրա դրված անտրամաբանական տույժերով, որ գյուղ մտնում են մարդիկ վարորդական իրավունքից զրկված են, ինչ որ անիմաստ խախտումի պատճառով եւ իրենց ընտանիքը չեն կարող պահել։ Շատ մարդկանց կյանքի հիմնական ապահովելու հիմնական գործիքակազմը մեքենան է, մեքենայով են տունը պահում։ Ու ամեն գյուղում կան մարդիկ, ովքեր վարորդական իրավունքից զրկվել են ու չեն կարողանում իրենց ընտանիքը պահել։ Մեր առաջի քայլերից մեկը լինելու է այդ ընտանիքներին, ովքեր այն մարդկանց, ովքեր մեքենայով են ընտանիք պահում, տալ երկրորդ շանս, տալ իրավունք, որպեսզի նրանք ինչ-որ փորձաշրջան անցնելուց հետո հետ ստանան իրենց վարորդական իրավունքը, որպեսզի ընտանիքները պահեն։ Իսկ այդ տույժերը, որ վճարվում են, տույժերը պետք է կարողանանք տրամաբանության դաշտ բերենք միջին հայկական աշխատավարձի տրամաբանության չափ, որպեսզի շատ թանկ չնստի մարդկանց վրա։